լարվածություն ստեղծվեցավ ընդդիմության երկու բարակլուխներուն միջև Քոչարյան, Սարգսյան եւ Դաշնակցությունը լալով կորձագիծը նախկին նախագահին այսպես ինչ կեցվածք ունի եւ ինչպես կդի դարգեք քարերը գարձեք թափելու եւ քարերը հավաքելու ժամանակն է թե իրոք երկու նախագահները կփորձեն իրենց հանրությունը կոնսոլիդացնել կամ ինչ կգադարվի մենք այդ իմպիչմենտի գաղափարը բազմաթիվ անգամներ արծարծել ենք եւ փորձել ենք հաջողել չի ստացվել որովհետեւ նախ եւ առաջ կա քաղաքական մեծամասնությունը եւ ինքը պիտի իր առաջնորդին Նիկոլ Փաշինյանը պիտի իր անվստահությունը հայտնի նախ 54 ձայներով ու նպարզ մեծամասնությունը պիտի այդ քվեարկությունը կատարի բայց դրան պիտի նախորդի գոնե 36 ստորագրություն որոնք թույլ տան որպեսզի դա մտնի օրակարգ չգան այդ 36 այդ 36 վստահեք Դաշնակցության մեջ կա խավը որ այդքան էլ կող չէ Դաշնակցության թաշինքներ են անցյալին Սերժ Սարգսյանի հետ Արոն Քոչարյանի հետ մանավանդ վերջին ընտրություններուն եւ այն օրերուն նաեւ ես դարբեր աղբյուրներ լսած եմ որ շատեր կսեին ավելի լավ է Դաշնակցությունը ինքստինքյան մասնակցեր այդ ընդրություններուն դուք այդ գասկածոտ լսարանին ինչ կսեք որովհետև գա խավը որ ինչպես նշեցի անանկիստ է այս դաշինքը Բարև ձեզ արևելքի հարտագով անգեղծ զրույցը այսօր Լիլիթ Գալստյանի հետ է նշեմ որ Լիլիթ Գալստյանը հույտաբյուրոյի անդամ է նաև խորհրդարանական Հայաստան խմբակցության պատգամավոր Բարի եկած մեր այս երկար ժամանակ է սպասված զրույցին եւ հետաձգված Լիլիթ Գալստյան գիտեք այս վերջին օրերուն այս բառը շատ օգտագործվեցավ impeachment իշխանազրկում Ինչ տեղի կունենա այս առումով եւ մեր նաեւ սպիրկայ հատկապես լսարանին համար կորձընթացը ինչու կդաբալի եւ կարծեք ինտիմության շարքերում մեջ ամբողջական այսպես նեցուկ չունի այս կորձընթացը ճիշտ է արարգումս գուզեի ներկայացնել տապալելու մասին մի բան պետք է սկսվի որ տապալվի բայց առայժմ դրան գաղափարներ են բայց ես չգիտեմ ինչի վստահ որ մենք մեր զրույցը պետք է սկսենք մայիսի 28-ով այսօր մայիսի 28-ն է չգիտեմ հաղորդումը միգուցե հետո եք հեռարձակել դրա համար չանդրադարձանք բայց ես կարծում եմ վստահ եմ որ պետք է սկսենք մայիսի 28-ով որտեվ մոտենում է տաղավարին եւ ամբողջ ընթացքում մտքիս մեջ այսօրվա խորհուրդներ մայիսի 28 փառապանց age մեր պատմության մեջ պետականության օր, պետականության վերակերտումի վերածնունդի օրը, որը աներևակալիորեն, այսպես կենսունակ զնգում է ճիշտ այսօրվա Հայաստանի այն կացության մեջ եւ կուզենայի որ մենք արժևորեինք մայիսի 28 ոչ միայն այս հաղորդման շրջանակներում, ազգովի առհասարակ գիտակցեինք մայիսի 28-ի խորհուրդը, իմաստը, առաքելությունը, էպոսականությունը եւ նրա բոլոր խորհուրդները, որոնք վերաբերում էին ազգային կամքին, ազգային միասնականությանը, ինքնազոհության աստիճանի համոզումին եւ կարողանայինք հավատալ, ամենակարևորը ես կարծում եմ այստեղ ճիշտ բառը, առանցքային բառը հավատնա, որը այսօրերին մեզ աներևակալորեն պակասում է, միասնականությանը եւ բեկումին Եվ այս փոքրիկ նախաբանից հետո նախ շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի համար առիթով տոն գաղափար, որը միշտ պիտի մեզ հետ լինի, որտեղ ինքը ծնունդն է մեր արժանապատվության եւ մեր լինելիության մեծագույն խորհուրդը։ Եվ այս անցանից հետո անցում անեմ մեր օրերին եւ այդ հարցը, որ դուք բարձրացիք, ինչը վերաբերում է impeachment-ին, ըստ էության impeachment-ը անվստահությունն է։ Մենք օտար բառն ենք օգտագործում, բայց ինքը բովանդակության մեջ, քաղաքական բովանդակության մեջ անվստահությունն է։ Ասել թե impeachment-ը այս քաղաքական իրականության մեջ նորությունն է, ոչ, որովհետև գոնե հետ պատերազմյան շրջանում 2020-ից հետո բոլոր ընդդիմադիր շարժումները իրենց արմատի մեջ, իրենց խորքի մեջ ունեցել են անվստահություն է impeachment-ը, այս իշխանություններին օր առաջ տուն ճանապարհելու եւ Հայաստանը որպես հայրենիք, որպես պետականության փրկելու առաքելությունն են ունեցել։ Այս իմաստով ես ուզում եմ որ այսպես միանշանակորեն պարզ լինի բոլորի համար, որ impeachment-ը նոր գաղափար չի եւ այն ընդդիմությունը, որը խորհրդարանում է այսօր, նկատի ունեմ
Հայաստան դաշինքը, հայ-ղապղական դաշնակցությունը, որ սա դաշինքի կարևոր մաս եւ նաեւ պատիվ ունեմ, այսինքն սրանք են քաղաքական ուժերն են, որոնք փողոցում հունավորել են դիմադրության բոլոր շարժումները, հայրենիքի փրկությունը լիներ, դիմադրությունը լիներ, սրբազան շարժումը, որը ըստ էության մեր կողմից չի առաջնորդվել, բայց մեր բացառիկ դերակատարությունն է եղել։ Եվ ցավոք սրտի ասել մենք հաջողություններ ենք արձանագրել, ես կվարանեմ եւ ինձ թույլ չեմ տա այդ գնահատականը ասել, բայց այսօր ունենք մի իշխանություն, որը ցավալիորեն աղետալի ընթացքը շարունակում է, երկրի աղետալի ընթացքը եւ պարտությունների խորացումը, ես այդ գնահատականը կտայի, խորհրդարան, որտեղ ունենք քաղաքական մեծամասնության բացառիկ կոնսոլիդացիա եւ այդ 71 հոգին 70+1 այսպես կասեմ, ովքեր ավելի քան այսպես կարծրացել եւ յուրակացել են իրենց տեսակի մեջ եւ ընդդիմադիր երկու խմբակցությունները Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը։ Ես մի փոքր ուզում եմ խոսել այն մասին, որպեսզի մեր հանրությունը նաեւ հասկանա, թե impeachment-ը իր մեջ ինչ քայլերի հաջորդականություն է ենթադրում։ Եվ նոր գնահատականներ տանք, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանակում ինչ վերաբերմունք կա impeachment-ին։ Դա ցանկացած քաղաքական քայլ ինքը պիտի լինի ոչ միայն հավասարակշռված, այլև հետևողականորեն եւ գնահատված, թե գործողությունները ինչ արդյունքի կհանգեցնեն։ Այսօր խորհրդարանում նախ եւ առաջ անհրաժեշտություն կա 36 ստորագրությունների, ովքեր օրակարգ կմտցնեն։ Նախ օրակարգ սկսելու համար պիտի գաղափարը նորություն չի եւ մենք այդ impeachment-ի գաղափարը բազմաթիվ անգամներ արծարծել ենք եւ փորձել ենք հաջողել։ Չի ստացվել, որովհետեւ նախ եւ առաջ կա քաղաքական մեծամասնությունը եւ ինքը պիտի իր առաջնորդին, այս Նիկոլ Փաշինյանը պիտի իր անվստահությունը հայտնի։ Նախ 54 ձայներով գոնե պարզ մեծամասնությունը պիտի այդ քվեարկությունը կատարի, բայց դրան պիտի նախորդի գոնե 36 ստորագրություն, որոնք թույլ տան, որպեսզի դա մտնի օրակարգ։ Չգան այդ 36 վստահ միանշանակ չկա, մենք փորձել ենք, ես թույլ տվեք օգտագործեմ տնային աշխատանք արտահայտությունը։ Homework, այո, մենք պիտի նախ եւ առաջ տնային աշխատանք անենք եւ արդեն 4 տարի մենք այդ տնային աշխատանքը կատարում ենք, նախ պետք է դու ճեղքես քաղաքական մեծամասնությունը այնտեղից կորզես ձայներ, որոնք օրակարգը քվեարկեն եւ գնահատական կտան, ինչպես մենք գնահատում ենք ազգակործան, աղետալի եւ բոլոր բառերի համար մենք պատասխան ենք տալի եւ այդ հետագիծը, որ իրենք թողել են, արյունալի հետագիծը եւ այսօր պետության գլխին կախված հարցականը։ Այսօր մեր խմբակցությունը, որ ունի ընդամենը 27 ձայն եւ պատիվ ունեմը, որը ունի 6 ձայն։ Մենք չունենք 36-ը չունենք։ Հովիկ Աղազարյան եւ մյուսը, որի անունը երբեք չեմ հիշում, այդ երկուսը նրանք արդեն հայտարարել են, որ ընդդիմության Հայաստան դաշինքի կամ պատիվ ունեմի որևէ ուրեմն օրակարգին մոտ չեն գա եւ չեն ստորագրի։ Այսինքն մենք արդեն չունենք 36 ձայնը, որպեսզի խնդիրը մտնի օրակարգ, բայց եկեք նաև մտածենք, որ երկրորդ կարևոր հանգրվանի մասին, որ այդ 54-ն են, 54 ձայնը քաղաքական մեծամասնության, դա եւս գոյություն չունի, բայց կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որ սա սովորական օրենք չի, որ մենք ասենք, չգիտեմ, հանրակրթության մասին մի օրենք հա, ես կկարողանամ նրանց համոզել, որ այս մոտեցումը ճիշտ է եւ կքվեարկեն։ Սա իրենց ինքնասպանության մասին է։ Չէ՞, impeachment-ը ըստ էության քաղաքական ինքնասպանությունն է, որտեվ ես քեզ չեմ հավատում առաջնորդ։ Բայց այսօր մի կողմից մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական ուժը, ԿՊ քաղաքական ուժը, որը ըստ էության ես կարող եմ ասել, որ մի շատ փոքր առաջնորդություն եւ իր կարծրացած մի խմբակն է, ովքեր ամեն մեկը յուրովի կապված է Նիկոլ Փաշինյանի եւ թելերը կտրել այսօր գոնե հեշտ չի, դա ամենն եւ մյուս կարևոր հանգամանքը, որը փողոցի շատ հուժկու աջակցությունն է։ Այսինքն զուգահեռ պետք է լինեն։ Միանշանակ դրանք պետք է զուգահեռ լինեն, այսինքն կարևոր փուլը փախցուցած է ընդդիմությունը։ Ես չի ասի թե փախցուցած ենք, կներես։ Որտեւ անցյալ դարի այս ժամանակ բավական տեժ էր, չէ՞ իրավիճակը փողոցի։ Այո, այդ իմաստով նկատի։ Անցյալը նկատի ունեք, անցյալ տարի ոչ միայն անցյալ, այլ նախորդ բոլոր փուլերում մենք ունեցել ենք փողոցային հուժկու շարժում։ Բայց այստեղ պիտի ամեր գնահատականների մեջ մենք շատ այսպես բոլոր երեսները պիտի նայենք։ Երկու կարևոր հանգամանքի մասն էլ ես պետք է խոսեմ։ Մենք ունեցել ենք փողոցային այսպես ակտիվություն երբեմն մինչև 30,000 կամ
ինչու պայի ասում են 50,000, դժվարանում եմ ես վստահ թիվ ասել, բայց եկեք միջին 30,000 ունեն հաշվի առնենք։ Եվ գոնե հիշեցնեմ այն հանգամանքը, որ գնալով այսօր Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ դրանք ոչ նախկինների իշխանությունները չեն։ Եթե մենք ինչ իմաստով նախկինները երբեք այսքան չեն ապավինել բիրտ ուժին, բացարձակ դուք հայաստանցի եք, գոնե վերջին 30 տարիներին եւ քաղաքական զարգացումները ձեր աչքի առաջ են եղել, այն բիրտ ուժը, որը ոստիկանական որոշ մի տեսանք մենք այդ ծեծգրդուկը ծեծգրդուկ շատ նոր բառ է օգտագործում դա ծեծգրդուկ խոշտանգում է դա խոշտանգում էր ընդ որում խոշտանգում բառը ոչ միայն իմ գնահատականն է այլ մի շարք միջազգային կազմակերպություններ ինչպես Human Watch-ը Amnesty International եւ այլն գնահատական են տալիս Հայաստանի ներքաղաքական վիճակին եւ ասում են Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ partly free երկիր կիսաազատ երկիր գործադիր է այսինքն Փաշինյանի ձեռքում կոնսոլիդացված իշխանությամբ, որտեղ իշխանության ճյուղերի միջև տարանջատում չկա եւ ոստիկանական բռնությունները եւ խոշտանգումները շարունակում են մնալ քաղաքական մշակույթի մաս։ Եվ այն ամբողջ ընդ որում ոստիկանական այն միավորումը կարմիր սրբերետավորները, որոնք ըստ էության ոստիկանական ստորաբաժանում չեն, իրենք ռազմական ստորաբաժանման բնորոշ վարքագիծ են օգտագործում նռնակներ, որոնք քաղաքացիական միջավայրում օգտագործելու իրավունք չունեն, լուսաձայնային եւ այլն։ Այդ խոշտանգումների, բռնությունների ամբողջ այս շարժման գոնե անցյալ տարվա մայիսի 3-ի մասին եմ ես խոսում, խորհրդարանի դիմաց 200-ից ավելի կալանավորվածներ եւ վնասվածքներ ստացածներ եւ նաեւ այդ պայթուցիկների եւ այլն գործածումը եւ ամբողջ անցնող 4 տարիների ընթացքում դուք նաեւ ականատեսն եք եղել թե իբրև լրագրող թե իբրև Հայաստանի քաղաքացի թե բոլոր փողոցային պայքարների ժամանակ ոստիկանությունը չթույլատրված ինչ միջոցներ է գործադրել, ինչ խոշտանգումներ եւ ասելիքս այն է, որ այս բռնության ռեժիմը, խոշտանգումների ռեժիմը, ոստիկանական բաժանումներում ծեծուջարդը ռեպրեսիվ, ուրեմն այդ ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը պետության պիտի մենք հաշվի առնենք։ Մի հանգամանքի մասին էլ ես կուզենայի խոսել։ Ձեզ ինչու հիշատակեցի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վերջին 30 տարիներին, նաև միջազգային կազմակերպությունների եւ արևմտյան կենտրոնների արձագանքները։ Եթե այսպիսի վարքագիծ դրսևորեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախկիների ժամանակ, Քոչարյան լիներ, Սերժ Սարգսյան լիներ, ինչ գնահատականների կարժանանային։ Այսօր միջազգային Հիշեմ այն օրերը ես Եվ լավ էին անում, որ արձագանքում են, բայց հիմա մենք կրկնակի արևմուտքի կողմից այն ժողովրդավարական, այսպես ասած, շագերտյան ժողովրդավարական երկրների կողմից, որոնք պիտի արձագանքեին կամ ինստիտուտների կողմից Հայաստանի կա լռություն եւ հանդուրժողականություն, հասկանում եք։ Այս գնահատելու համար պիտի ամբողջ քաղաքական միջավայրը, քաղաքական կոնտեքստը, համատեքստը բնականաբար գնահատել։ Քավլիցի ես բացարձակ կապես չեմ ուզում արդարացնել ընդդիմությանը, որովհետև մենք ամեն օր ապրում ենք ողբերգության եւ կործանվող երկրի եւ երկիր եւ պետական ավելի շուտ պետականությունը կորցնելու այդ մեծ հարցականի ասացիք հացման նշանի վտանգը խորքային վտանգ է խորքային վտանգը եւ ես ինձ մեղավոր եմ զգում որպես քաղաքական ուժի թե պատասխանատու թե ազգային ժողովի խորհրդարանական այսպես հին խորհրդարանական որ ինչպես չեն կարողանում կասեցնել այս աղետը եւ հիմա իմպիչմենթը մեր բոլոր գնահատականները իմպիչմենթի անհրաժեշտությունը բացարձակապես չեն քերքում օր առաջ այս իշխանություններից բաժանումը երկրի փրկության շանսերը եւ մեծացնում է եւ ավելի այսպես ինչ ասեմ անշրջելիությունը գոնե կասեցնում է վստահաբար այդպես է գիտեք օրերս քաղաքագետներեն մին հետաքրական բան մասավ խոսքը գվերապերի հատկապես ինտիմության իրավիճակին որովհետեւ մենք այսօր հանգարց նաև հանրությունը գտի դարգի այդ բոլորը լարվածությունը ստեղծվեցավ ինտիմության երկու բարակլուխներուն միջև Քոչարյան, Սարգսյան եւ Դաշնակցությունը լալով կորձագիցը նախկին նախագահին այսպես ինչ կեցվածք ունիք եւ ինչպես գտի դարգեք ինչու այս քարերը գարձեք թափելու եւ քարերը հավաքելու ժամանակն է թե իրոք երկու նախագահները կփորձեն իրենց հանրությունը
կոնսոլիդացնել կամ ինչ կգադարվի խորքային իմաստով։ Նայեք, ձեր երկու գնահատականներն էլ գոյության իրավունք ունեն։ Երկու գնահատականներ գոյության իրավունք ունեն, թեև ես երբ որ գնահատականը փորձում էի նախորդ հարցի ընթացքում պատասխան տալ, թե այս իրականությանը դա էլ էր այդտեղ, ընդդիմության պարակտվածությունն էլ է այդտեղ, մեր ազգային անհամախմբվածությունն էլ է, սրանք բոլորը գործոններ են, որոնք մեր պայքարը թույլատնում են։ Միանշանակ դու պետք է կարճատես լինես, որ գնահատական չտաս, որ սրանք թույլատնում են մենք ունենք այսօր մեկ ներքին հակառակորդ, դա նիկոլականությունը որպես արժեքաբանություն, որտեղ ինքը դարձել է այլևս արժեքաբանություն։ Եվ այս միջավայրում մի կողմից ես կուզենամ այդել ասել, որ մեր պայքարների ոչ հաղթական, այսպես ասած, հանգրվանը նաև հուսահատության, այն երևակայելի հուսահատությունը առաջացրել ժողովրդի մեջ, որը եւս մեր ռեսուրսները թույլատնում են։ Դա անկեղծ գնահատակ։ Ձեզ թույլատնում է ընդդիմություն որպես։ Այո, թույլատնում որպես ընդդիմություն եւ որպես հասարակություն։ Մենք նաեւ հասարակությանը ներշնչվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ դու հուսահատության եւ պարտության հասարակություն ես։ Այո, մենք պարտվել ենք։ Մենք պիտի ճանաչենք մեր պարտությունը, ինչու ենք պարտվել։ Նախ Հայաստանի հարցին պատասխանելու եմ, չկարծեք թե մոռացա, մենք մեր պարտությունը ճանաչելու եւ ախտորոշելու խնդիր ունենք, ինչու պարտվեցինք։ Եվ դա իրապես մեկ օրվա խնդիր չէր։ Պետք է խորապես դա ճանաչենք, ախտորոշենք, որպեսզի կարողանանք առաջ գնալ, ճանաչել մեր պարտությունը։ Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, դա մեր հասարակությանը դարձյալ այսպես ղեկավարության կողմից նետված պարտության եւ հուսահատության հասարակությունն է եւ անելանելիությունը։ Երբ որ մեր զրույցը սկսեցի մայիսի 28-ից, ինչու սկսեցի, որովհետեւ թվում էր թե ցեղասպանությունից հետո վերընձուղվելու, հավատալու, համոզվելու ազգային իղձի հետևից գնալու այդ վերջին ճիգը պիտի չունենայինք, բայց մենք հավատացինք, գնացինք եւ կարողացանք միասնականությամբ բեկել մեր պատմական հազարամյա ընթացքներից մեկը, 600-ամյա բացակայությունից հետո պետություն ընձյուղել։ Այ հիմա մենք ճիշտ սադարապատի բարոյական, հոգեկան, գեոպոլիտիկ, նաև աշխարհաքաղաքական։ Այո, աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ վիճակում ենք։ Եվ այս օրերին մենք ունենք մեկ նպատակ, մեկ թիրախ, այս իշխանություններից ազատվել եւ պահել մեր կենսունակությունը։ Եվ այդ ճանապարհին ցանկացած գործողություն մեզ թույլատնում է, ազգային թույլատման մասին եմ ես ասում, եւ ներքաղաքական անդիմադիր շարժումները ես նկատի ունեմ։ Ցավոք սրտի, ոչ թե ցավոք սրտի, իրականությունը այն է, որ մենք մտել ենք նախընտրական փուլի մեջ։ Ընտրությունները կլինեն հերթական, թե ոչ։ Այս հիստերիան, քաղաքական հիստերիան նախ եւ առաջ պայմանավորված է նախընտրական փուլով եւ նաեւ մի շատ հոգեբանորեն հասկանալի մի վիճակի մեջ ենք, երբ որ բոլորը մեղավորներ են փնտրում, բայց իրենցից դուրս։ Երբ որ ես ասացի գնահատական եմ տալիս եւ ասում եմ, որ մենք պիտի ճանաչենք մեր պարտությունը, բայց նախ եւ առաջ սկսենք մեզանից։ Ես ինչ եմ արել, ինչ արեցի, ինչ կարող եմ անել եւ ինչպես չարեցի։ Բազմաթիվ հարցեր կան։ Ամեն մեկը քաղաքական ուժ թե անհատ։ Եվ ուրեմն եւ այս ճանապարհին ազգային նոր պետություն, իսկ մենք պետության վերականգնման խնդիր ունենք այսօր։ Այդ ճանապարհին ցանկացած ներտեսակային պայքարներ միայն մեզ թույլատնում է։ Ես շատ պիտի ուզենայի մի քիչ ռոմանտիկ լինել, նորից միասնականության կոչեր անել, հայ ժողովուրդ, իհարկե դա այդպես է, բայց այսօր ներազգային բաժանարարները, ներընդդիմադիր բաժանարարները կարծես թե գնալով հստակացել են, եթե բյուրեղացում բառը չօգտագործեմ, նաև զատումի մի շրջան է, որը այլևս կարծում եմ անշրջելի է, այն իմաստով, որ այսպես խորը ջրեր են հոսում, արդեն խորը ջրեր են հոսում, դա մեզ բնականաբար ընդդիմադիր շարժումներին բոլորին հավասարապես թույլատնում է, բայց ես ուզում եմ համոզվածնել, որ որոշակի խոհեմություն կունենանք բոլորս, խոհեմություն կունենանք ասելու ավելի բարձր, որ այդպես էլ պիտի լինի, ազգային եւ պետական շահը այս ամենից ավելի բարձր է, եւ երբ որ ունենանք միասնություն, որ հանգրվանի համար եւ ինչ բացառիկ արժեքի համար, ես կարծում եմ մենք այդտեղ հաջողություններ կգրանցենք։ Դին Քալստյան, ցեզի հաջող դուք որպես Դաշնակցականի Գերագույն գլխավոր մարմնի բյուրոյի ներկայացիչ Դաշնակցությանը կմեղադրեն ռուսագանության մեջ։ Ինչ կպատասխանեք այդ մեղադրանքներում, որովհետև այս վերջին տարիներում մենք շատ շեշտագիորեն հատկապես
ոչ միայն իշխանական շրջանակներում կողմի, նաև սպիրկի դարբեր անգյուններ են, գլսենք այդ մեղադրանքը, ինչու շեշտվեցավ Արցախի թեփկերեն յետք հատկապես ռուսական թերի այսպես վարանումին, յետմղումին, փոփոխություններուն, դերևս նաև մեր հոգեգերդվածքի մեջ կա միշտ մեղադրանքը տնել ուրիշին վրա, անգե որ մենք ինչքանով տաշնագից ենք կամ ինչ բարդավորություններ կան ռուսներու եւ Հայաստանի միջև, այդ բոլորը մեկ կողմ դրած, բայց հատուկ գշեշտվի տաշնակցության մասին այդ մեղադրանքը։ Ես ասեմ, որ մեղադրանքը շատ ավելի դուք դաշնակցության դաշնակցությունը բացառիկ թիրախավորված այսօր Հայաստանում, բացառիկ Բաժարը, որովհետև դաշնակցությունը կներեք մեծամիտ չհնչի հանկարծ, բայց դաշնակցությունը ազգային ինքնութենական եւ պետության իմունիտետ կրող քաղաքական ուժ է։ Եվ քանի որ այս իշխանությունները թիրախավորում են մեր ինքնութենական շատ արժեքներ, ինչպես եկեղեցին, նույնքան թիրախավորված է դաշնակցությունը, որտեղ մեր մեջ տեսնում են այն քաղաքական ուժը, որը կարողացավ Սարդարապատ առաջնորդել, առաջին հանրապետություն ստեղծել քաոսից կամ անկազմակերպված ամբուխից եւ այլն։ Եվ այսօր հայ հեղափոխական դաշնակցությունը իր աշխարհասփյուր կառույցով Հայաստանում այդ պայքարի առաջամարտի կլինելով նախ եւ առաջ թիրախավորում են դաշնակցությանը, որպես կազմակերպված քաղաքական ուժ թույլատնելու ընդդիմադիր շարժումը։ Եվ այդ թույլատման թիրախավորման ճանապարհին հազար մի պիտակավորումներ բնականաբար պիտի այսպես, որտեղ լափամանը մեզ այնուամենայնիվ չի կապնում, լափաման իրենց կոդային բառներ չէ, որտեղ հիմա այսօր ժողովրդին լափամանի շարունակ լափամանի թեման թեժացում են, որտեղ ոչինչով սնելու հարց չունեն, թեև լափամանի դերակատարներն են փոխվել եւ շարունակվում է լափաման այս իշխանության կողմից, բայց դաշնակցությունը բացառիկ թիրախում է նախ եւ առաջ թույլատնելու մեր ազգային իմունիտետը։ Դա միանշանակ է։ Եվ այդ մեծ թիրախավորելու բազմաթիվ այսպես փորձերի, մանիպուլյացիաների, պատմության ռևիզիայի, առաջին հանրապետությունը նսեմացնելու, ազգային ազատագրական պայքարը այսպես ոչնչացնելու կամ զրոյացնելու, այդ բոլորի մեջ նաև ինչպես թույլատնել դաշնակցությանը թույլատնել նրան կապելով մեղսակից դարձնելով բաների, որի մեջ մենք չկան։ Դաշնակցությունը դա նաև անհրաժեշտ է միջազգային կառույցն է, որտեղ այսօր հավաքական արևմուտքը Ռուսաստանի հետ բախման մեջ է, եւ որպեսի կոծկեն իրենց ոչ ժողովրդավարական դեմքը եւ ամեն անգամ որ մենք միջազգային հարցակներում բարձրացնում ենք Հայաստանում մարդու իրավունքներ, ժողովրդավարական երկրի կոլապս եւ այլն, կարմիր լացպես օգտագործում են, պրոռուսական, չգիտեմ, ռուսական, չգիտեմ, ասենք թե ասում են բնակալեզները, ռուսալեզներ, գիտեք ինչ վուլգար բառապաշար է օգտագործվում, դա թիրախավորում է եւ որևէ մեր դաշնակցության լինի վերջին ընդհանուր ժողովի բանաձևերը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության հատվածին մեր խոսույթում որպես բյուրո Հայաստանի Գերագույն մարմին արտաքին քաղաքական ուղեգծում մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է, որը պիտի նպաստի մեր ազգային պետական շահին։ Եթե մի քիչ ավելի կարճ նախադասություն բառ օգտագործեմ, ես պիտի օգտագործեմ կոմպլիմենտար քաղաքականությունը, տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն, որը ազգային է պետական շահ եւ ամենակարևորը անվտանգությունը։ Ինչպիսի քաղաքական միջավայրում ենք, աշխարհի քաղաքական միջավայրում ենք, մենք ապրում, բոլորին հայտնի է, ամեն վարքյան այս տարածաշրջանը նոր բախման թաթերաբեմ կարող է դառնալ եւ այդ պատերազմի համաշխարհային, ես ասեմ, բախման թաթերաբեմը կամ սպառնալիքը չեզոքացված չի, շատ լավ գիտենք ինչ ուժերի մասին է, նույն այդ ռեժիմում ապրում է Իրանը, Իսրայելը, Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այսօր աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության այս միջավայրում նախ մենք այդքան քաղաքական կարճատեսություն չունենք, որ բոլոր ձևերը նույն զամբյուղի մեջ դնենք եւ դա քաղաքականության մեջ այսպես թույլատրելի չի, այն էլ
փոքր երկրի համար ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որը այնքան հյուծված է 44 օրյա պատերազմից եւ այս իշխանությունների շնորհիվ այնքան հյուծված է, որ մենք այսօր պիտի վարենք հավասարակշռված քաղաքականություն կարողանալու դիմագրավել արտաքին անվտանգային մարտահրավերներ։ Գիտեք, եթե ընթացքը այսպես եթե արդագարգ դեպքեր չբադային, մենք կերտանք առաջիկա դարվան ընտրություններուն ճիշտ է, վաղ է հարցս, բայց դուք ինչպես կպատկերացնեք Դաշնակցության մոդեցումը այս խնդրին, մանավանդ որ քաղնիկ չէ Դիին Գալստյան, որ Դաշնակցության մեջ գա խավը, որ այդքան էլ կող չէ Դաշնակցության Թաշինքներ են, անցյալին Սերժ Սարգսյանի հետ, պարոն Քոչարյանի հետ, մանավանդ վերջին ընտրություններուն եւ այն օրերուն նաեւ ես դարբեր աղբյուրներ եմ լսած եմ, որ շատեր կսեին ավելի լավ է Դաշնակցությունը ինքստինքյան մասնակցեր այդ ընտրություններուն եւ ինչ ալլային ռիսկերը այդ ավելի իրենց համար այդ մեկը ավելի ճիշտ քայլ կնկատվեր հիմա չեմ գիտեր ինչ հաշիվներ կան այնտեղ արդյոք նպատակահարմար էր բայց դուք այդ գասկածոտ լսարանին ինչ կսեք որովհետեւ գա խավը որ ինչպես նշեցի անանկիստ է այս Թաշինքեն Դուք շատ անգերձ ենք խոսում եւ չեք նեղանում։ Ցակապես ես միշտ անկեղծ եմ եւ չկան հարցեր, որոնց մեր հաղորդման անունն էլ անգերձ զրույց է։ Միանշանակ այդ հարցը հարցադրումը կա եւ այն գոյության իրավունք ունի, բայց միջ այդ մի այսպես փոքրիկ թիվ ասեմ, որ անցնող 35 Հայաստանի անկախության 35 տարիների ընթացքում Դաշնակցությունը իշխանության հետ իր կոալիցիոն պատմությունը ընդամենը 11 տարի է։ 30 տարի են 11 տարի։ Ընդամենը 11 տարի, որից 1 տարի եւ մի քիչ, մի քանի ամիսը Սերժ Սարգսյանի օրոք եւ գիտեք, որ մենք այդ քաղաքական ուժից, այսպես ասած, մեր բաժանումը տեղի ունեցավ։ Կար դարագործություններ, գիհիշեմ, շատ փուրն։ Դրանք վերաբերում էին Արաբեդական գուսակցությանը։ Թուրքական արձանագրություններին եւ մանավանդ։ Դրանք գիհիշեմ նույնիսկ Բեյրութի մեջ մեր ցույցերը։ Այո, դրանք ուզում եմ ասել Սերժ Սարգսյանի շրջանում մենք ընդամենը 1 տարի շատ կարճ։ Դա կարճ է եղել, բայց նույնիսկ երբ որ եղել ենք իշխանության մեջ, այդ կոալիցիոն համաձայնագիր ենք հիշում եմ, որ ստորագրեցինք, նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի այնուամենայնիվ որքան էլ քննադատվեր այդ ժամանակաշրջանը, անցնող ժամանակաշրջանը այդ նախկինների հիմա այսպես է պիտակավորվում, մենք միշտ անկաշկանդ ենք եղել մեր քննադատության մեջ։ Եվ Հայաստանում այսքան ռեպրեսիվ գործիքակազմ, այսքան ներազգային ատելություն եւ պառակտվածություն, որ այլևս ես երբեմն մտածում եմ արտաքին մարտահրավերներն են ավելի սարսափելի, թե ներազգային պառակտվածության այս խայտարակ պատկերի որ ընտանիքներ են բաժանվում այս գաղափարական, քաղաքական կամ արժեքային գետնի վրա։ Այո, ասեմ որ 11 տարի ենք եղել։ Հիմա այդ հարցը կա եւ դեռ մենք առաջիկա ընտրությունների շուրջ բնականաբար ճիշտ չեմ լինի թե ասում ենք այդ քննարկումը չունենք թե ինչպես ենք մասնակցում առաջիկա ընտրություններին, դեռ մենք վերջնական որոշում ըստ էության չունենք որոշում թե ինչ ձևը ոչ էլ այնքան վաղ է, բայց մենք բնականաբար պիտի շատ խորքային տնային աշխատանք կատարենք, ասեմ որ այս խորհրդարանում մեր գործունեությունը գոնես այն անձնական համոզումն ու գնահատականն է, որը անցնող 4 տարիներին եւ Հայաստան դաշինքում, որը դաշինք որի առաջնորդը ըստ էության դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, երբեք դաշնակցությունը իր գործունեության մեջ կաշկանդված չի եղել, փոխադարձաբար եւ ոչ էլ մեր գործընկերությունը եղել է, այսպես ասեմ, հավասարների հարգալից հարաբերություն եւ բնականաբար նրանք ովքեր հետևում են Հայաստանի քաղաքական ընթացքին եւ գլխավոր բեմին, որը խորհրդարանն է, որը հիմա տեսակ ամոթով եմ ասում, հենց վիճակը, որ մարտամաչում է նույնիսկ ասի, որ այդ մասնակից է ինչ որ կատարվում է խորհրդարանում, բայց այդ խորհրդարանում դաշնակցությունը բացարձակ որպես երկրորդ քաղաքական ուժ խորհրդարանում ներգրաված երկրորդ քաղաքական ուժներ 17 հոգի ենք մենք այդ դաշինքում միշտ առաջատար դաշնակցական падգամավորներ առաջատար դիրքերում են, սա չի նշանակում, որ մենք խմբային որոշումներ չենք կայացնում, խոսքով մեր հարաբերությունները շատ նորմալ են, իհարկե խորհրդարանի նորմալ գնահատականը կխուսափեմ տալ եւ անկարելի ասել, դեռ քննարկում չունենք հաջորդ ընտրությունների, բայց ես ուզում եմ նաեւ որ հասարակությունը մարդիկ ովքեր այդ հարց ունեն եւ սրտացավոր են ունեն, այնպես չէ որ դա սոսկ մեր կապարանոց քննադատությունն է, այսպես ասացի տնային աշխատանքը կա քաղաքականության մեջ,
ինչ ենք շահում, ինչ ենք կորցնում, նաև այդ cost benefit անալիզը կա տնտեսագիտական կատեգորիա է, բայց պիտի հասկանանք, մենք 21-ին հանդրությունը այնքան բևեռացած էր, որ մենք գնում ենք ընտրության եւ այդ բևեռացման միջավայրում ես պետք է կոնսոլիդացված փորձել հաղթել եւ բեկում մտցնել։ Եվ այս բևեռացված իրավիճակում, անկեղծ եմ ասում, շատ կարևոր է միասնականությունը եւ ուժի կուտակումը կարողանալ իրավիճակում բեկում մտցնել եւ այս ամբողջ պատմության մեջ ինձ համար եւ մեզ համար կարևորը պետականության եւ երկրի անվտանգության խնդիրն է, որը շատ ավելի բարձր է, քան ցանկացած վերկուսակցականը, պետականության արժեքը, պետականության պահպանումը, եւ մենք չենք էլ բացառում, որ հնարավոր են տրիգերներ լինել եւ արտահերտ ընտրություններ լինեն, բայց այն, որ Փաշինյանը եւ Խմբակը եւ բոլոր քաղաքական ուժերը նախընտրական մրցավազքի մեջ են եւ այդ հիստերիկ դրսևորումները, որ մենք այսօր ունենում ենք, ոչ միայն խորհրդարանում, հիստերիկը նույնիսկ մեղմ բառ է, ոչ նորմատիվ, ամբարով վարքը, բոլոր հատված կարմիր գծերը, նույնիսկ այսպես բարոյական են խորը ճգնաժամը, ինչի մեջ մեր հասարակությունն է նաև, այս ամենը նախ անթույլատրելիության սահմանի մեջ ենք, որտեղ սենց չի կարելի շարունակել, կողքից նայում ես եւ այս անարժանապատմությունը, ինչի մեջ ապրում է Հայաստանը, արժեքային խորը դեգրադացիան, սա պիտի վերջ տալ, որտեղ մենք որպես ազգային միասնականություն, ինչ որ արժեքների շուրջ հասարակություն, վերածվել ենք անվեկ քաոսի, սրան պիտի վերջ տալ։ Դա կանենք այսպես, ինչպես դուք փորձում եք հարցին պատասխան ստանալ ինձանից Քոչարյանի հետ, թե առանց դեռ պատասխան չունենք, բայց մի բանում վստահ եմ, որ այս գործակցությունը մեր համար գնահատելի գործակցություն է եղել Հայաստան դաշինքում մեր գործընկերությունը եւ մի բանում եմ ցավում, որ ցավոք այսօր դեռ շարունակում է իշխանության ղեկին լինել այն քաղաքական ուժը, որը նոր աղետների է հանգեցնում Հայաստանին։ Ես հիմա հիշեցի 2 օր առաջ, վերջին օրերին Երևան երկխոսության Երևանյան դիալոգներ քաղաքական մեծ պլատֆորմա կար Հայաստանում, հետևում էի թե Փաշինյանի եւ թե արտգործնախարարի ելույթներին, ընդ որում արտգործնախարարը 2 ելույթ ունեցավ, եւ որևէ խոսք չեղավ, վերջո բավական ուժ լսարաններ, մեսիջ տանողներ էին, ոչ Արցախի էթնիկ զտման մասին, ոչ Արցախահայության վերադարձի իրավունքի մասին, վերջո քուբ գոյության ընթացքում հայոց երկրորդ պետականությունն ենք մենք կորցրել, ցեղասպանություն, մշակութային ջարդ եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս գերիների հարցը Բաքվի բանտում 0։ Պատկերացնում եք, քո հողի վրա ինչն է կաշկանդում քեզ, որ դու արժանապատվություն ունենաս եւ այդ մեսեջը չփոխանցես աշխարհի մի քանի տասնյակ երկրներում։ Այդ խաղաղության պաթետի մեջ չկա Արցախի այդ վերքը, այդ ցավը եւ ակնաբալի է։ Իհարկե չկա եւ մենք նաեւ տեսեք երկու կողմից հայտարարում են, որ համաձայնագրի 17 կետերը այսպես պատրաստ են, համաձայնեցված են, մնացել են 2 կետեր եւ 3 չառաջին ուներ, հա Փաշինյանը բացում խոսեց եւ երկար բարակ 20 քանի րոպեանոց մի ելույթ էր եւ փաստորեն ինքը բարձրաձայնեց, որ պատրաստ է նաեւ սահմանադրության փոփոխության եւ պատկերացնում եք Ադրբեջանը արդեն այնքան ալիվ, այնքան է խոթվել մեր ներքին հարցերում, ինչը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Ադրբեջանի պահանջով պատրաստ է սահմանադրություն փոխել։ Եվ մյուսը Մինսկի խմբի լուծարումը։ Մենք այս բնականաբար այս կարճ զրույցի ընթացքում են քաղաքական ամբողջ միջավայրը, քաղաքական կլիման, իր արժեքաբանությունը, բոլոր այդ խոչընդոտները, մարտահրավերները, այս իշխանության անկարողությունը, այդ բոլորի մասին մենք չխոսեցինք, բայց impeachment-ին է վերադառնում։ Այս միջավայրում մեզանից impeachment-ը մեկ այլ ինչ որ քաղաքական ուժ կամ հստակ կոորդինատոր ինչ որ մի խմբակ, որը մեզ մեղադրում է մի բանում, երբ որ գիտեք արթուն ենք շարժում, մենք ավելի քան արթուն ենք եւ երբ որ այդ փողոցային շարժումները եւ այլն, դա եւս պետքա դիտարկել նախընտրական փիլիսոփայության մեջ եւ դիրքավորման մեջ եւ քաղաքական բովանդակություն չեն կարող բերել, հիմա այն որ ասում են գցում են ուրիշի գրպանը, որովհետեւ մեկը մեզանից շատ չուզենա իշխանափոխություն, որտեղ այն նվաստացում այն նողկանքը, որ դու ապրում ես ամեն օր խորհրդարանում եւ դու տեսնում ես քո երկրի ամենօրյա ջլատումը, հյուծումը,
Դա անկարելի մի վիճակ է։ Դե այդքան եթե կարող ես դեգեներացրեք, փողոց եկեք մեզ էլ հետո սրբեք գնացեք, այլապես մնացյալը բոլորը դրանք դեմագոգիա է, որտեղ այս իշխանությունների գնահատականի մեջ ոչ մեզանից ավելի խիստ եք, ոչ թանձր եք, ոչ էլ այդքան տեղեկացվածություն ունեք, ինչ որ տարբեր ճակատներում ինչակացությունը։ Այսպես։ Անգերձ էր մեր զրույցը, անչափ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Հոյտա բյուրոյի անդամ, նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր, ավարտին նաև հորդորս դարազեցեք մեր դեսանյութերը, լայք մսեղմեցեք, կոմենտ մտրեք ընդունելի սահմաններում մեջ, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընձես։